նեղություն տանք 2 րոպեով։ Ինչու՞։ Ինչ գիտեք։ Կողոկանում ենք։ Չեմ տալու ոչ մի բան։ Ինչի՞, այսքան դուք ունեք նախընտրություն, բայց դուք հիշում եք, չէ՞ որ դուք հանրային դեմք եք մեկ, դու պետական պաշտոնյա եք մեկ, ծառայող եք հանրային մեկ։ Ես ձեզ այսօր ասեցի, լավ եղեք։ Դե դուք այնպես արեք, որ լավ լինենք։ Պաշտպանության նախարարը ինչու է բանուկ թողնում գալիս պարոն Սարգսյան։ Իրեն հարցրեք։ Ինքը նաև ձեր քարոզարշավն է Կարմար գտնում միգուցե։ Դուք կարծում եք երկիրը այն վիճակում է, որ ձեր քարոզարշավին վեդիում եւ այստեղ Գյումրիում պիտի ինքը գար իր ազդեցության լծակները ցույց տար։ Դուք այդ վիճակում եք, որ պաշտպանության նախարարը խաղաղության թղթից առաջ գալիս է այստեղ, կամ երկիրն այդ վիճակում է։ Ավարտեցիք։ Պատասխանեք, իսկ դուք շատ ճկուն եք։ Շատ լավ մնացեք։ Իմ բարի մաղթանքը ձեզ այսօր։ Դուք գոհ եք ձեր տեխնացուի կազմակերպած վերջին ամփոփիչ քարոզարշավից։ Շատ գոհ եմ։ Տպավորված եք մարդկանց քանակով։ Այսինքն Մարդիկ ձեր ակնկալիքների չափով էին եկել։ Մեր ակնկալիքները մարդկանց քանակով չի հաշվում։ Այդ դեպքում ինչու էին այստեղ զուգադիպությամբ բոլորը դպրոցի ուսուցիչներ, տնօրեններ, մանկապարտեզի աշխատակիցներ, մեր ուղիղ եթերը կարող եք հետո դնել եւ նայել։ Բոլորը մարդիկ էին, ովքեր ինչ որտեղ աշխատում էին, այսինքն նրանք եկել էին ներկագրվելու, սա ձեզ համար խապկանք չի լինի հետո։ Ձեզ եւս մեկ անգամ ցանկանում եմ լավ եղեք։ Այսինքն դուք չեք կարողանում քաղաքական հարցերի պատասխանել, իսկ թվում է դուք շատ ճկուն եք։ Իսկապես ես այդպես եմ կարծում։ Իսկ ինչ չի հետաքրքրում ձեզ ինչա թվում։ Լավ, դուք կարծիք չունեք քաղաքականության մասով։ Դուք ծառայել եք որտեղ։ Պարոն Սարգսյան, որտեղ եք դուք ծառայել։ Կարող եք հարցում անել պաշտպանության նախարարության, ձեզ սիրով։ Արցախում եք ծառայել։ Ոչ։ Օրինակ համաձայն եք այն մտքի հետ, որ Արցախում ծառայեցները դժբախտներ են եղել։ Ոչ, դա ուրիշ կոնտեքստից կտրած, ուղղակի բառ մի հնչեցրեք ստեղ։ Իրենց դժբախտ էին զգում այդ ընտանիքը։ Ծնողները չեն ցանկացել, որպեսզի իրենց երեխաները Արցախում ծառայեն։ Ինչու՞, բայց ձեզ համար։ Մարդիկ էլ այսօր կակրած մենք շատ հարցումներ էին անում, եւ տղամարդիկ Հայաստանի Հանրապետությունում չեք ապրել։ Ապրել եմ եւ ասում են, որ այնտեղ բանակը ավելի կարգու կանոնով է։ Ծառայության հետ կապված ծնողների մոտեցումը ոնց է եղել։ Ահա, ոնց է։ Գումար չեն խնայել իրենց երեխեքին Հայաստանի Հանրապետությունում գոնե եթե չեն կարողացել ազատել, գոնե այնպես են կազմակերպել, որ ծառայեն Հայաստանի Հանրապետությունում։ Այդպես է Արցախում։ Դուք եք այն օրինագծի հեղինակը, ձեր ուժը, որը փողի դիմաց չծառայություն է։ Քոչարյանի պաշտպանության նախարարը, հետո Սերժի պաշտպանության նախարարը։ Եվ որը ազատել է ձեր կարծիքով Անդրանիկ Քոչարյանի որդուն։ Ես տեղյակ չեմ ինչ մասն եք։ Ինչի տեղյակ չեք, Անդրանիկ Քոչարյանի որդին չի ծառայել։ Չեմ կարող ասել։ Գիտնական է նա հանճարել։ Դա նորություն է ինձ համար, ես չեմ տիրապետում։ Ինչ ասեմ, չեք կարդում այն նյութերը, որոնք ձեր մասին են։ Լավ, մի այսպիսի հարց, ամեն դեպքում դուք մտածում եք, որ Արցախը մենք կորցրինք, որովհետև չկռվեցինք։ Չեմ պատասխանում ձեր հարցերին։ Որովհետև դուք ծանր վիճակում կհայտնվեք։ Արցախի համար մենք մեր մասնակցությունը ունեցել ենք։ Դուք անձամբ 44 օրյա ինչ եք եղել, բայց քառորյայից հետո եղել եք 40։ Ստում եք։ Եղել եք 44 օրյայի ժամանակ։ Չգիտեի։ Հոկտեմբերի 29-ին մեկնել ենք Շուշի։ Եղել ենք Ցորի Զորամասում։ Եվ դուք 8 հոգի Արարատի մարզից իմ գլխավորությամբ։ Բա դուք վիրավորված եք, որ խեղաթյուրում եք փաստերը։ Բայց ես չհերքեցի։ Դուք չեք եղել։ Հետ չհերքեցի, չէ՞։ Վստահ ձեր կարծիքը պնդում։ Ես ասեցի քառորյայից հետո եք դու գնացել դիրքեր փորել, որի համար կարծեմ մեծ։ Մենք ինժեներական աշխատանքների ենք մասնակցել։ Այո։ Քառորյայից հետո։ Այն ժամանակ, երբ որ պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն էր, չէ՞։ Եվ ձեզ պարգևատրել։ Դուք գիտեք, այն ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի падգամավոր էր, երբ հա դիմել պաշտպանության նախարարին Սեյրան Օհանյանին, որ մենք պատրաստ ենք մեր ջոկատով մեկնել առաջնագիծ, անել այն աշխատանքը, ինչ որ գլխավոր շտաբը նպատակահարմար կգտնի։ Դուք այս անգամ որ պատասխանը ուշացել է, ուղիղ 1 ամիս։ 1 ամիս։ Ուղիղ 1 ամիս։ Բայց քառորյայի ժամանակ դիմել եք, որպեսզի մեկնեք։ Ապրիլին դիմել ենք մեր խնդրանքը առաջնագիծ մեկնելու բավարարվել է ուղիղ 1 ամիս անց։ Համարել պետությունը ձեր կարիքը չի ունեցել, հետո ունեցել է եւ բավարարել։ Դե դա արդեն գլխավոր շտաբն է գնա։ Որտեւ քառորյա է։ Լավ։ Ամեն դեպքում հետո դուք մասնակցել եք եւ ովքեր են եղել ձեր կազմում, ձեր վաշտում ովքեր են։ 33 վաշտ չի եղել, ջոկատ է եղել։
33 հոգի են եղել քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ բոլորը։ Ես սխալ եմ հիշում, որ ռեստորանում ճաշել եք եւ լուսանկար էր հրապարակվել, որ իրականում դուք Սյունիքի ինչ-որ ռեստորանում եք, այլ ոչ թե դիրքերում, սխալ եմ հիշում։ Եթե չեմ սխալվում, Հայկ Մարությանի հրապարակած լուսանկարն է եղել, որով բացահայտվել էր, որ ավելի շատ եղել էին այլ վայրում։ Իմ հրապարակած լուսանկարի մասին է խոսքը։ Չեմ կարող հիշել։ Դե ուրեմն մի պնդեք։ Ես լուսանկար եմ հրապարակել 44-օրյա պատերազմի ժամանակ մեր Արարատի գնդից, Վազգեն Սարգսյանի անվան Արարատի գնդից, Զոդի զորամասից, Արարատի Զոդի զորամասից, ճաշարանից, երբ որ մենք գիշերը մնում էինք այդտեղ, որպեսզի առավոտը շարժվեինք ու մեկնեինք Արցախ։ Այլ բաների մասն ենք խոսում, բայց չգիտեմ ինչ մասն եք ասում։ Հիմա պնդում չանեմ։